Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է, բարև ձեզ պարոն Խուրշուդյան։ Եվ այսպես նախ անդրադառնանք ազգային ժողովի ընտրության արդյունքներին, գոհացուցիչ է ձեզ համար արդյոք ընտրության արդյունքը թե ոչ, եթե մենք հաշվի առնենք, որ ի սկզբանե քաղաքացիական պայմանագիրը հայտարարում էր, որ սահմանադրական մեծամասնության հույս ունի, բայց տեսանք, որ ընդդիմադիր շատ ուժեր դիմեցին սահմանադրական դատարան, այսինքն դժգոհ է ընդդիմությունը։ Ձեր կարծիքը։ Գոհացուցիչում նկատի ունեք կողմից համար գոհացուցիչ։ Առհասարակ որպես Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ։ Ուրեմն տեսեք, գոհացուցիչ չէ, որ հնարավորություն տրվեց ընտրակեղծարներին մասնակցել ընտրություններին։ Գոհացուցիչ չէ, որ հսկայական ծավալի ընտրակաշառքները ազդեցին ընտրությունների վրա եւ առայժմ որևէ հետևանք, բացի նրանից, որ այդ կաշառք բաժանողներից մեկը դուրս կմնա ազգային ժողովից, Բարգավաճ Հայաստանը, ուրիշ այլ հետևանք, պլյուս անհատական ինչ-որ պատիժներ դեռ կսպասենք մինչև հետաքննությունները ավարտվեն, քաղաքական իմաստով մեծ առումով հետևանք չենք տեսնում, այդ հետևանքը պետք է լիներ միայն հանրապետության կուսակցության պահանջով ընտրությունների չեղալ համարելը հենց այդ հիմքով ընտրակաշառքներ բաժանելու, բայց դժվար թե սահմանադրական դատարանը չեղալ համարի, բայց համենայն դեպս կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր եւ գործող իշխանությունը կարծես թե այս ազգային ժողովում արտահերթ նիստով անցկացրած օրենքի նախագծով, որ օրենք դարձավ արդեն, կարծես թե պատրաստվում է նաև այդ սցենարին, որ եթե հանկարծ սահմանադրական դատարանը չեղալ համարի, ուրեմն ավելի լավ պայմաններ կստեղծվեն այս օրենքով առանց թույլ տալու, որ դրսից բերված մարդիկ կարողանան ազդեն էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, բայց որոնք որ կարող 5-10 տարի Հայաստանում չեն եղել, որևէ կերպ առնչություն չունեն Հայաստանի հետ, իրենց Հայաստանի ճակատագրի հետ իրենց ճակատագիրը որևէ կերպ չեն կապել, բայց ուղղորդված ինչ որ մարդկանց կողմից ասել են դե ձեզ տոմսը գնացեք ընտրեք այս ինչին, եկել ընտրել են կամ հետագայում կարողանան ընտրել, այս օրենքը կկանխի նման հնարավորությունը եւ այդ իմաստով շատ ավելի արդար, ազատ ընտրություններ կիրականանան, որտեղ ամեն դեպքում գիտեք ճիշտ է, Հայաստանի քաղաքացին իրավունք ունի ընտրի, նույնիսկ գործող օրենքը խախտեցին իրենք, բայց որովհետեւ մենք վստահ չենք եւ հակառակ կարող ենք պնդել, որ իրենք ազատ կամ արտություն չեն իրականացել այդ քաղաքացիները, որ Ռուսաստանից եկել են, բայց մենք չունենք որևէ գործիքակազմ Ռուսաստանում ազդելու այդ օրինականությունը ապահովելու վրա, որպեսզի ՖՍԲ-ն չգնա մարդկանց չասի, այստեղ պետք է գնաք, այս անեք, այն անեք, ճնշումներ չգործադրի։ Այդ մարդիկ վախենում են, ապրում են այնտեղ, բիզնեսներ ունեն այնտեղ, վախենում են գան այստեղ եւ ուրեմն հայտարարություն տան հանցագործության մասին, որ մեզ ՖՍԲ-ն այսպեսի բան է պարտադրել, որտեղ դրանից հետո պետք է մնան ստեղ ուղղակի, հետ չեն կարող գնալ։ Այսինքն արտաքին ուժերի, օտար երկրի կողմից նման միջամտությունը կանխելու միակ տարբերակը այո, այս օրենքի նախագիծն է, որ այսօր ընդունվեց։ Հիմա եթե նոր ընտրություններ լինեն, եթե ասենք թե սահմանադրական դատարանը իմ կարծիքով, եթե նույնիսկ չեղալ համարի միայն այդ մի հայտով, այսինքն հանրապետության կուսակցության հայտով, որը որ հիմք է ընդունել, որ ըստ էության խախտվել են նաև այն կուսակցությունների իրավունքները, որոնք չանցան ազգային ժողով, հենց այդ պատճառով, որտեղ հսկայական ծավալի ընտրակաշառքներ բերվեց եւ շատ մարդկանց ուղղակի ուղղորդեցին այլ դաշտ։ Այսինքն դուք կարծում եք, որ հենց սկզբից պետք է արգելվեր, ոչ թե բանը հասներ սրան, որ հետո այս իրավիճակում հայտնվենք։ Հենց սկզբից պետք է այդ կուսակցությունների մուտքը խորհրդարան կամ առհասարակ քարոզ արշավին մասնակցությունը արգելվեր։ Ուրեմն հենց սկզբից չէր կարող չգրանցել ԿՀ-ն, ես դրա մասին չեմ ասում, բայց գրանցելուց հետո, երբ որ պարզ դարձավ, որ նրանք արդեն բաժանում են ընտրակաշառքներ եւ մասսայական ուրեմն հայտարարություններ կային դրա մասին, արտահոսքեր կային, նաև քննչական կոմիտեները, վերջերս հակակոռուպցիոն կոմիտեն եւ այլ այդ ամեն ինչը ինչ էր ասում ԿՀ-ն, ասում էր դե քանի որ դատական ակտեր չկա, որի հիման վրա մենք կարող ենք ասել, որ այդ ընտրակաշառքները զանգվածային են, որ դրանք ազդում են ընտրությունների վրա, մենք չենք կարող իրենց գրանցումը չեղալ համարել։ Այսինքն պետք էր գրանցումը չեղալ համարել, ԿՀ-ն ուներ դրա համար մեր կարծիքով այդ լիազորությունը, բայց չարվեց դա եւ հնարավորություն տրվեց, մենք հասկանում ենք նաեւ ինչի չարվեց, որտեվ Ռուսաստանին շատ կոշտ այսպես դիմադրություն ցուցաբերելու ընտրական դաշտում չէր կարող իշխանությունը եւ այստեղ ես կարծում եմ ԿՀ-ն այդքան անկախ չգտնվեց եւ չէր էլ կարող գտնվել երբ որտեվ դա աշխարհակահական լուրջ հարց էր քննարկում եւ լուրջ հետևանքներ կարող էր ունենալ Հայաստանի վրա, եթե Պուտինի խնդրանքը թույլ տալու պրոռուսական ուժերին մասնակցել գործընթացներին, իսկ ավելի շատ քաղաքական աշխատանքին, ոնց որ ինքը ձևակերպել էր, եթե չընթառաջեր Նիկոլ Փաշինյանը եւ ասեր, չէ, իրենք կաշառք են բաժանում, արգելում ենք իրենց մասնակցությունը, դա կարող էր ավելի կոշտ միջամտության բերեր, ինչ որ քայլերի բերեր Ռուսաստանի կողմից, չգիտենք, հա։
Համենայն դեպս ես կարծում եմ դա արդեն իմ կարծիքն է, այլ որ ներկայացրեցի իշխանությունների հավանական դրդապատճառները թույլ տալու որ մասնակցեն դրանք, իմ կարծիքով պետք չէր որևէ կերպ մտահոգ լինել, որ Ռուսաստանը այն ամեն ինչը ինչ որ արեց, դրանից ավել ինչ որ բաներ անելու եւ պետք էր այո նրանց թույլ չտալ մասնակցել հենց այդ հիմքով։ Պարոն Խուրշուդյան, տեսեք, ասում ենք, որ ընտրակաշարք բաժանվեց, մարտիկ բերվեցին Ռուսաստանից, որպեսզի քվեարկեն այս կամ այն ուժերի օգտին, բայց այդուամենայնիվ ավելի քան կես միլիոն մարդ ընտրեց այդ ուժերին, այդ անդիմադիրներին։ Ամեն դեպքում, որքան ուզում ես վերջին տարիներին խոսվի դեպի արևմուտք, արևմտյան բարքեր, միևնույն է, այդ կես միլիոնը հաստատ ոչ բոլորն են այդ նույն ընտրակաշարքով եւ նույն, չգիտեմ, բերված քաղաքացիներ էլի։ Իսկն մենք ունենք հասարակության մի հատված, որոնք նախապատվությունը տալիս են այդ ուժերին։ Մի հատված ունենք, չգիտենք այդ կես միլիոնի որ մասն է այդ հատվածը, որտեղ չգիտենք դրա որ մասն է կաշառք վերցնելով եւ դրսից բերվելով ընտրել, դե հիմա գիտեք սոցհարցումներն են ցույց տալիս, որ ունենք պրոռուսական ինչ-որ մի հատված։ Բայց դա չի նշանակում, որ այդ պրոռուսական հատվածը պարտադիր պետք է գնար քվեարկեր Քոչարյանի կամ ուրեմն այս ուժեղ Հայաստան անվանված դաշինքի օգտին, հա, որտեվ այնտեղ կային այլ պրոռուսական ուժեր, որոնք չանցան օրինակ պարլամենտ։ Այնպես որ այդ իմաստով դաշտը կմաքրվի, եթե այսպիսի ապօրինություններ գործող ուժերը դուրս մղվեն քաղաքական դաշտից ընդհանրապես։ Տեսեք, մինչև այս պահը ամեն դեպքում մենք գիտենք, որ Ռուսաստանից շնորհավորանք չկա եւ առհասարակ Ռուսաստանը շարունակում է իր աջակցությունը հայտնել ընդդիմադիրներին, վերջերս նաեւ Դմիտրի Մեդվեդևը խոսեց Գագիկ Ծառուկյանի մասին, այսինքն ամեն դեպքում եւ ակնհայտ աջակցություն կա ընդդիմությանը եւ դրան զուգահեռ շարունակվում են, այսպես ասած, պատժամիջոցներ կիրառել հայկական ապրանքների նկատմամբ այդ ճնշումը խոշորացնել։ Մինչև ուր։ Դա իրանք իրենց ոտքին են կրակում, որտեվ եթե մենք չունենայինք այլ ընտրանքներ, ես դեռ կհասկանայի։ Բայց իրենք տեսնում են, որ Եվրամիությունը իր պատրաստակամությունը հայտնել աջակցել եւ աջակցում է։ Բացել է սահմաններ Հայաստանի համար։ Ճանապարհի խնդիրները լուծված են, թեկուզ ոչ անմիջական սահմանի բացմամբ հայ-թուրքական, բայց Վրաստանի միջոցով մեր երկաթուղիները աշխատում են արդեն դեպի Եվրոպա, երկաթգիծը կա եւ ավելի էժան կարող ենք այդ ապրանքները մատակարարել։ Եվրոպական երկրները արդեն գրկաբաց սկսել են ընդունել տարբեր ապրանքատեսակներ, սննդամթերք եւ դա պետք է ընդլայնել եւ հնարավոր է ընդլայնել, եթե մեր դեսպանատները լավ եւ ճիշտ աշխատեն եվրոպական երկրների մեր դեսպանատները։ Մաքսերը հանվել են մեր ապրանքներից, չնայած մենք այլ մաքսային միության անդամ ենք, բայց բացառիկ բացառություն է արվել Հայաստանի համար եւ առանց մաքս առևտուր ենք մենք հիմա անում Եվրոմիության հետ եւ եթե մեր ստանդարտները գոնե նվազագույն համապատասխանություն ունեն այդ ապրանքների, ապա այդ ապրանքները հեշտությամբ Եվրոպայում շատ ավելի բարձր գներով կվաճառվեն եւ մեր արտադրողները շատ ավելի մեծ շահույթ կստանան, եթե միջև այդ ուղղակի մի փոքր ներդրում անեն այդ լոգիստիկ շղթաների զարգացման, նոր շուկաները, այսինքն տվյալ երկրների, եվրոպական երկրներում այդ շուկաները զբաղեցնելու եւ իրենց տեղը գտնելու ուղղությամբ, մի խոսքով եւ ինչքան երկար տևի այս process-ը, այնքան ավելի երկար կտևի Ռուսաստանից կտրվելու եւ քան հիմնավոր կլինի Ռուսաստանից կտրվելու process-ը եւ թող գնան չինական ծիրան ուտեն, ինչ ասեմ։ Նաև այստեղ կա, այսպես ասած, մարդկանց փորձում են վախեցնել, որ գազի գնի խնդիր կլինի, ընդ որում նաև գուցեև Հայաստանը զրկվի գազից, այդպիսի շատ գրառումներ են անում, բայց դրան զուգահեռ նաև քննարկվում է, որ շատ մեծ, այսպես ասած, աջակցություն եղավ հենց այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը Երևան։ Այդ աջակցությունը կարտահայտվի տարբեր պայմանավորվածությունների մեջ, բայց մենք արդեն տեսնում ենք նույնիսկ Բաքվում իր այցելության ժամանակ ինքը հայտարարեց, որ Հարավային Կովկասում լոգիստիկայի եւ էներգետիկայի վրա արդեն 200 միլիոն եվրոյի հատկացում է արվել, որ ծախսելու են, ինչը ինքնաբերաբար բերելու է մինչև 2 միլիարդ մասնավոր ներդրումների հոսքի։ Դա մեր համար շատ կարեւոր է, եթե դրա կեսը կամ նույնիսկ 1/3-ն էլ Հայաստանին հասնի, դա լրացուցիչ հսկայական խթան է մեր էներգետիկայի զարգացմանից։ Դուք գիտեք, որ մենք ունենք այլընտրանքային էներգետիկայի հնարավորություն։ Մեր արևային կայանները անսպառ էներգիա կարող են արտադրել եւ դրա միակ խնդիրն է, որ դա կուտակիչների կարիք ունենք, այսինքն ինքը մենակ ցերեկն է արտադրում, գիշերը ստիպված ենք լինում, ուրեմն այդ այլ ցերեկը այլ ուրեմն էներգետիկ հզորություններ անջատել, գիշերը միացնել, իսկ դա խնդիր է առաջացնում։ Եթե դուք ունեն մեծ կուտակիչներ, դու ավտոնոմ արդեն ինքնաբավ հələ մի բան էլ արտահանելու հսկայական պոտենցիալ է ստանում, ել եմ ասում, անսպառ էներգիայի հնարավորություն ունենք արևի։ Բայց նաև գազի եւ մնացած բաների տեսակետից գազը չեն կարող իրենք ոչ թանկացնել, ոչ կտրել այս տարվա վերջ առնվազն, որովհետեւ կա պայմանագիր, պայմանագրի
շրջանակներում իրենք եթե հանգարց փորձեն խախտել այդ պայմանագրի կետերը, միջազգային արբիտրաժով դրա տասնապատիկը կվճարեն, կփոխհատուցեն, ոնց որ անում են տարբեր տեղերում։ Ոնց որ նույնիսկ Ուկրաինայի դեմ այդ մի անգամ փորձեցին կիրառել, միջազգային արբիտրաժով պարտվեցին եւ նույնիսկ հիմա Ղազախստանը իրենց ակտիվները սառեցնում է Ղազախստանի տարածքում Գազպրոմի ակտիվները եւ փոխանցում է Ուկրաինային, որ Ռուսաստանի դաշնակիցն է համարվում։ Բայց ամեն դեպքում մենք չենք տեսել շնորհավորանք Ռուսաստանի Դաշնության կողմից եւ հակառակը մենք տեսնում ենք, այսպես ասած, բացահայտ աջակցություն ընդդիմադիրներին։ Միայն Ռուսաստանը չէ, Հյուսիսային Կորեան էլ չի շնորհավորել։ Այնպես որ այո, մի երկու երկիր կան, որոնք չեն շնորհավորել, բայց հիմա Պուտինը փորձում է թանկ վաճառել այդ շնորհավորանքը Հայաստանի վրա եւ շատ լավ է, որ Հայաստանի իշխանությունները չեն տրվում այդ ճնշմանը։ Ինչ ասել է թանկ վաճառել։ Ինչ որ բաներ դրա դիմաց ստանալ, հա, այդ բազար անել, ասել դե եթե ուզում ես շնորհավորեմ կամ քո ընդդիմադիրներին ճաջակցեմ, SSS բաները պետքա տաս կամ առնվազն SSS բաները չպահանջես մեզանից, օրինակ երկաթգծերի, գիտեք, հարցն է դրված, չէ, որ պետք է այդ կոնցեսիայից զրկվի, ու իշխանությունները ասում են ինքնակամ հրաժարվեք այդ կոնցեսիայից, բայց եթե չհրաժարվեն, բարձա ինչ որ ձևերով կզրկվի, առնվազն մի քանի հատվածները կասեն, ես վերցնում ենք, մենք ենք անելու եւ այստեղ գործ չունեք, հա, հայ-թուրքական սահմանին վերաբերող, հայ-ադրբեջանական սահմանին որոշ կտորներ եւ այլն։ Հիմա օրինակ կարող է պահանջել կամ խնդրել, եթե ուզում ես շնորհավորեմ, այդ բանից հրաժարվի, թող մնա մեզ եւ այլ եւ էլի այդպիսի բաներ, ինչպես որ միշտ սովոր են եղել, բայց այն վերջի կառավարության նիստում, երբ որ նախավերջի, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ եթե այդ սահմանափակումները առևտրային մնան, ուրեմն Եվրասիական միություն գոյություն չունի, այդ նշանակում է, որ ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք դուրս գալու։ Եթե մեզ վախեցնում եք, որ դուրս կբերենք ձեզ ԵԱՏՄ-ից կամ ապրանքներ չենք թողի վաճառեք Ռուսաստանում, մենք էլ ձեզ ինչ-որ ապրանքներ չենք վաճառի, գնացեք գրողի ծոցը կոպիտ ասած, ուրեմն մենք ուրիշների հետ առևտուր կանենք։ Այդ շատ լավ է, այդ կոշտ ռետորաբանությունը բերելու է նրան, որ Ռուսաստանում վերջիվերջո հասկանալու են, որ իրենք ավելի շատ վնաս են կրում այս Հայաստանի հետ այդպես վարվելու պատճառով, որտեղ էլի եմ ասում, մենք արդեն ունենք նոր գործընկերներ եւ այլ ընտրանքներ, քան եթե իրենք վերականգնեն նորմալ ռեժիմը այդ առևտրային, վերջիվերջո, երբ որ իրենք վերջին լծակները Հայաստանի վրա ազդելու գործարկում են եւ դա օգուտ չի տալիս, իրենք զրկվում են այդ լծակներից էլ, չէ՞, այլ ոչ մի լծակ չունեն Հայաստանի վրա։ Առաջ Ադրբեջանն էին օգտագործում, Ալիևին էին օգտագործում որպես բութ գործիք Հայաստանի դեմ, հիմա դա չկա, որովհետեւ տրիպը կա, Տրամպի միջամտությունը կա, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կա, եվրոպական միջամտությունը եւ ներգրավումը կա տարածաշրջանում, արդեն շատ զսպված է Ալիևը, հա։ Այնպես մանր-մունր մուխտռություններ է անում այդ 300,000-ի այդ արևմտյան Ադրբեջանի այդ նարատիվները միջնորդավորված թեկուզ տարածելով, բայց հասկանալի է, չէ՞, ինքը դա նրանց է, որ չի կարողանում ուրիշ լծակ չունի ազդելու Հայաստանի վրա, դա ստիպված այդպես Հայաստանի ընդդիմության, այսպես կոչված ընդդիմության այդ 5-րդ շարասյան հետ պասերով փորձում է ուղղակի ապակայունացնել իր վիճակը։ Այդ արևմտյան Ադրբեջան, այդ այսպիսի վերադարձ արևմտյան Ադրբեջան չոր փառատոներ Օրդուբադում, որ ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ, այդ էլ է շատ աբսուրդ, որ խոսում են խաղաղության պայմանագրից, բայց այդ ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված չի, բայց ստիպված է այդ ամեն ինչին գնում։ Խաղաղության պայմանագրի մեջ ինքը շահագրգռված չի, բայց ճնշումների տակ գնում է դրան, ուրիշ ելք չունի։ Արևմտյան, ամերիկյան, եվրոպական ճնշումների տակ։ Ոչինչ, հիմա ճնշումով կգնա, ոնց կգնա, կարևոր որ գնում է։ Առաջ դա այն օգտագործում չէր ստացվում, հիմա արդեն չի ստացվում Ռուսաստանի կողմից դա օգտագործել։ Երկրորդը 5-րդ շարասյունն են այստեղ օգտագործեցին, տեսակ հիմա 5-րդ շարասյուն ինչ օրի է ընկել, էլի չեն կարող ելել օգտագործել, մնում է այդ ուրեմն սանկցիաները, պատժամիջոցները տնտեսական, որը որ Հայաստանի իշխանությունները նրբորեն անվանում են սահմանափակումներ, թող լինի սահմանափակումներ, դա էլ չպետք է կարողանան օգտագործել։ 1, 2, 3 մեր արտադրողները, մեր ներմուծողները, նաև ներկրողներն էլ, արտահանողներն էլ, հենց որ այլ շուկաներ գտնեն, այլ գործընկերներ գտնեն, այդ վերջի լծակն էլ Ռուսաստանը կկորցնի, հետո ինչ պետք է անի։ Իսկ մենք ինչքան բան ունենք անելու իրենց դեմ։ Սահմանապահներին եւ բազային դուրս բերելուց սկսած, միջև երկաթգծերը հետ վերցնելը եւ մնացած բոլոր ուրեմն այդ էներգետիկ հարցերը վերականգնելը Հայաստանի ինքնիշխանությունը, ել չեմ խոսում նաև գույք պարտքի դիմացը հետ ողորմի անել, ճիշտ է, բան չի մնացել այդ գույքում արդեն սաղ պայթեցել, ոչնչացել են մարզ գործարանից սկսած Մերգելյանը եւ այլն, ոչինչ, թեկուզ այդ շենքերը պետքա հետ վերցնել իրենց այդ կոպեկները ետ շպրտելով իրենց։ Դուք խոսեցիք ընտրական օրենսգրքի փոփոխություններից քիչ առաջ, պարոն Խուրշուդյան, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխությունները զրկելու են Սփյուռքին Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից, հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են հիմնարար իրավունքից, ընտրություններին մասնակցելուց։ Նա նաև նշել է, որ նույն իրավիճակը Մոլդովայում է եղել։ Երբ որ Մարիա Զախարովան խոսում է հիմնարար իրավունքներից,
ուրիշ բան չեմ ուզում ասեմ, մի խոսքով շատ տարօրինակ է, հա, ընդհանրապես թող իրենք զբաղվեն իրենց երկրում հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, այլ ոչ թե քիթ խոթելով ուրիշ երկրների օրենսդրական ինչ-որ գործընթացների մեջ։ Իրենք մի հատ մարդ, որ դատարկ պլակատով, դատարկ գնում է Կրեմլի դիմաց կանգնում է, տանում են 5 տարի նստացնում են։ Դատարկ, վրան բան չկա գրած, բայց ասում են մենք գիտենք դու ինչ ես ուզում այդտեղ գրել եւ անցնողները ովքեր որ տեսնում են դատարկ բան, իրենք գիտեն դու ինչ ես ուզում գրել, այդ դրա համար քո այդ մտադրության համար դու պետքա բանտ նստես։ Այդ երկրի մամլոխոսնակը եկել է այստեղ լոլոներ է կարդում, թե ինչ որ հիմնարար իրավունքներ, որ իրենց ՖՍԲ-ն է գնացել այդ մարդկանց հիմնարար իրավունքները խախտել, երբ որ ուղղորդում էր դեպի Հայաստան, որ գնացեք սրանք կընտրեք։ Այդ հիմնարար իրավունքն ինքը նկատի ուներ։ Դուք այդուամենայնիվ կարծում եք, որ հետընտրական ցնցումներ կարող են լինել Հայաստանում, թե չէ, ընտրությունները ավարտվեց, սպասում են սահմանադրական դատարանի որոշմանը, եւ եթե օրինակ չչեղարկվեն ընտրությունները, ընդդիմությունը այդպես պետքա մանդատները վերցնի, գնա խորհրդարան։ Ընդդիմությունը հիմա մանդատները կվերցնի եւ հետընտրական ցնցումներ կկազմակերպի հունական կղզիներում, եվրոպական այլ բադեն-բադեններում, իրենց տարբեր տեղերի վիլլաներում, այդտեղ հետընտրական ցնցումներ կկազմակերպի, սեպտեմբերին էլ լավ տենց զագար ընդունած կվերադառնան, կմտածեն թե հիմա ինչ պետք է անեն, որ Պուտինին շատ այսպես չհիասթափեցնեն, էլի։ Եվ այսպիսի մի հարց է, պարոն Խուրշուդյան, մենք խոսում ենք սովորաբար ընդդիմություն ասվածը, այն է, ում մասին մենք նկատի ունենք, այսինքն ռուսամետ ուժերին, բայց այստեղ կան նաև այլ ուժեր, որոնք հանուն հանրապետություն, չգիտեմ, այնտեղ լիքը այլ կուսակցություններ կան, որոնք մասնակցեցին ընտրություններին։ Այ ինչու է այս դեպքում տեղի չունեցավ այդ միավորումը, այդ համախմբումը, որ գուցե դաշինքով գնային մասնակցային այդ ընտրություններին եւ գուցե այլ պատկեր ձևավորվեր։ Դու գիտեք, որ ես այդ միավորման ջատագովներից եմ եղել, երկար ժամանակ փորձել եմ իմ փոքր լուման ներդնել, որ այդ միավորումը տեղի ունենա։ Ես գիտեմ դրա համար ձեզ այդ հարցը տալիս։ Ցավոք սրտի չստացվեց, թող իրենք այդ ուժերը պատասխանեն այդ հարցին, ինչի չստացվեց, որովհետև նաև հետևանքներ իրենք են կրել։ Չկար այդ հաշվարկը, որ այս դեպքում այսքան տոկոս չենք կարողանալու հաղթահարել, գուցե միավորվեին այնտեղ Բաբաջանյան, Արման, Արամ Սարգսյան կամ մյուսներ եւ այլ արդյունք լիներ։ Գիտեք, կան կուսակցական շահեր, կուսակցաշինության ցանկություն եւ ասում են ավելի լավ է մենք չմտնենք խորհրդարան, բայց գոնե ինչ որ կուսակցաշինություն անենք։ Դե երևի արեցին։ Կուսակցաշինություն, երևի իրենց կուսակցության անդամները, որոնք պնդում էին, որ չպետք է լեգիոներներ բերեն ուրիշ տեղերից իրենց ցուցակ մտցնել, որտեղ իրենք մեկ է մտնելու են պարլամենտ, հիմա ստիպված կիսելու են այդ պարլամենտական տեղերը այլ կուսակցությունների հետ, հիմա ոչինչ չստացան, երևի դրանից գոհ են։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Որովհետեւ ես մոտ 1 շաբաթ առաջ այդ նույն հարցը տվեցի Ազատ Արշակյանին եւ նա պատասխանեց, որ ճիշտ կլինի, որ սահմանադրական դատարանը չեղարկի ընտրության արդյունքը եւ ավելի ճիշտ կերպով մասնակցենք նոր ընտրություններին։ Ախր 21-ին էլ նույնն եղավ։ Եվ էլի չմիավորվեցին եւ տեսանք հետևանքները։ Հիմա էլի նույնն եղավ։ Էլի չմիավորվեցին, տեսանք հետը։ Հիմա այս մեկը նոր պետք է դաս լիներ, որ այ հիմա նոր եթե չեղարկվի, նորից այս դեպքում արդեն կմիավորվեն, ես կասկածում եմ։ Որ կմիավորվեն երբ։ Հա, կարող է այս անգամ չմիավորվեն։ Էլի կուսակցականներ կլինեն, կասեն, այ այս անգամ մենք հաստատ կհաղթարենք միայնակ։ Այ այս անգամ կստացվի։ Ու էլի չեն միավորվի։ Ես կարծում եմ, որ ուրեմն նոր ուժ պետք է ձևավորվի, նոր այլընտրանք։ Եթե այդ ուժերը պատրաստ չեն եւ չեն կարողանում, ամենայն հարգանքով իրենց հանդեպ ու երկար ճանապարհ ունենալով իրենց հետ անցած, դե եթե չի ստացվում իրենց մոտ միավորվելը, ուրեմն այլ ուժեր պետք է առաջանան, որոնք որ մի քիչ այլ ձևով կնայեն այդ պարլամենտ մտնելու, լեգիոներներ կոչեցյալներին եւ այլն, ավելի ազատ կլինեն միասին ինչ որ գործ անելու հարցում, ավելի երիտասարդ ուժեր կան այդ ուժերը քաղաքացիական ներսում հատկապես ես տեսնում եմ այդպիսի ուժեր, կսկսեն քննարկումներ, նաև քաղաքական ինչ որ կոնտեքստ կձևավորվի, քաղաքական ծրագրեր հետարքիր կձևավորվեն եւ ավելի թարմ մոտեցումներով ավելի հաջող կլինեն։ Հիմա այդ նոր ուժերը արդեն կմտածեն, իրենք կընդունեն լեգիոներներ այլ կուսակցություններից, թե չէ, արդեն կորոշեն եւ կտեսնենք ինչ կլինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։